Տեր Հիսուս Քրիստոս, Աստվածորդ եղբայրների հորդորական խոսքերը, ուզում եմ կարդալ բոլորիս համար, ինձ համար և ձեզ համար, Գործ Կարագիլոց, առաջի գլուխ, կարդում ենք 4-րդ խոսքի։ Անոնց հետ մեկտեղ գտնված ատենը կապը սպրեր, Տեր Հիսուս ապը սպրում էր, անոնց, որ Երուսաղեմը չերանան, ապա սպասեն, որ խոստմունքին, զոր ինձ մեր լսեցի կսեր, բասնզի իրավ, հովաներ ջրով մխրտեց, այո, բայց դուք ասկեր շատ օրեր չանցած, Սուրբ հոգով պետք է մխրտեք, շատ կարևոր բան ասել Տեր Հիսուսը, բայց առաքյաների մոտ ուրիշ խոսակցություն գնաց առաքյաների մոտ, անկալ մեկտեղ գրված են, անկալ մեկտեղ գալով հարցնեին, և կսեին Տեր Իսրայելի թագավորությունը ժամանակի մեջ նորին պիտի հաստատես, Տեր Հիսուսի խոսքերը, և ասեց նրանց, ձեզի չի վերաբերվի, ժամեր ու ժամանակները գիտնալը, զոր հայրը իր իշխանության մեջ դրեց, բայց հոգում սրբոտ ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք, և ինձի համար վկաներ պիտի լինեք, Երուսաղեմի մեջ, և բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ մինչև որտեղ ով մինչև երկրի ծագելը։ Ինչ կլիներ, եթե չսպասեին որ խոստմունքին։ Արդյունք կունենայինք, օգնություն կլիներ դրանց կյանքում, ոչ մի հաջողություն չլինի, բայց ինքն ասեց սպասեք մինչև երևի զորություն ստանանք։ Եվ որ սպասեցին կատարվեցավ Պենտեկոստեի օր իջավ Սուրբ Հոգին, և նկատվեցին սեցին լեզուներով խոսել, լեզունություն ունեցան, դրա արդյունքը երևաց, կարդում են նույն Գործ Կարագիլոց 4, երբ որ հավաքված են միատեղ նորից, 31 խոսքից 4-ի 31-ը, ու երբ անոնք աղոտ կրին, ինչ կատարվեցավ, շարժվեցավ այնտեղը, ուր ժողված էին, շարժվեցավ, իրատեղը շարժվեց, որ գրած, երբ աղոտ կրին, շարժվեցավ այնտեղ, ուր ժողված էին, ամենը, բոլոր այսինքն, բոլորը, ամենը հոգով սրբով լեցվեցան, և գրված ասող խոսքը համարձակ խոսեին, և ղատացյաների բազմությունը մեկ սիրտ մոտ հոգի ունեին, անոց մեկը չէր էր ստացվածի համար թե իրեն, ապա իրենց ամեն բաները հասարակած սեպ էին, շարունակությունը, և մեծ զորությունով առաքյալները վկայություն կտային Տեր Հիսուսի հարությանը, և անոնց ամենի վրա մեծ շնորհք կար, դա Սուրբ Հոգուց էր, երկնային զորություն իջավ, Սուրբ Հոգու զորությունը գործեց, եղբայրներ քույրեր, այս Սուրբ Հոգով լեցվեցին, այսօր ինչքան նկատվածներ կա, ճիշտ է անկեղծ խոստովանեք, ու բոլորը չունենք լեցունությունը շատ կարևոր է, Սուրբ Հոգին առաքյալն ասում է զորության հոգի է, սիրո և զգաստության հոգի է, դա պետք է դրսևորվի, շատ հին հավատացյալներ հիշեք, ատեն համակերպվել են շատ դեպք, ես չեմ հավաքել, աղոտում են դար չեմ հավաքել, չեմ են հավաքել Տիրոջ մոտ, որ այս վիճակով այսպես գնան, որ մնաց լեցունությունը, առաքյալն ասում է, որ միատեղ հավաքում, ձեր է Սաղմոս կա, որն է Սաղմոսը, երկը, որ երկեցին, անհատներ, խորը, Սաղմոսը կա, գրված է, վարդագործությունը կա խոսքը կա, թե չի, կարոզը կա, բայց երրորդն է, մյուսը գրված է, հայտնություն, վկայությունը, չեչով, պարգևները, որտեղ պետք է գործեն, հայտնությունը, լեզուները, թարգմանությունը, մարգարությունները, նշաններ աչքները, եղբայրներ քույրեր, մենք Սուրբ Հոգով գրված եկեղեցի ենք, գրված է գանձը հողամանների մեջ, ով է հողամանը, մենք հողաման ենք, բայց գանձը Սուրբ Հոգին է, որը զորության զգաստության սիրո հոգին, իր օգտում Սաղողի գնաց մտավ մարգարեթի մեջ, զորություն իջավ Սաղողի վրա, ինչ կատարվեցավ, առաջի կարևոր բանը, գրված է, որ հիշացնի, նա ուրիշ մարդ դարձավ, ուրիշ մարդ, և Աստված իրան ուրիշ սիրտ տվեց, և նույն բաները կատարվեցավ, ուրիշ մարդ վրի փոխվեց Սաղողը, եղբայրներ քույրեր անցան, քանի տոկոս նոր եղավ, ով է հիշում, ամեն բան նոր եղավ, այսինքն բոլորը նոր եղավ, Քրիստոսով եղբայրներ քույրեր, մենք պետք է նախանձավոր լինենք, որպես Աստվածային զորությունը գործի, առանց Սուրբ Հոգու զորության մարդու կյանքը չի փոխվում, երբեք այդպես բան չկա, Պողոս առաքյալը մտահոգված էր, ասում էր, ես ձեզ համար աղոթք եմ անում,
որ ձեր հավատքը մարդկային իմաստության չլինի։ Հիմքը մարդկային իմաստությունը չէ, ապասո զորությունը։ Եթե որտեղ մարդկային իմաստությամբ է հավատքը, դե զորությունը երբեք չի գործի, չի կարող գործի։ Բայց որտեղ իրոք որ հավատքը կենտան Աստծո խոսքի վրա է, Աստծո զորությունը գործում է։ Ժամանակին օրինակ ես մի քանի դեպքեր վկայություն ասեմ։ Եղբայրներ քույրեր, եղել է դեպքեր սովորաբար իմ կյանքում, որ ես հապակել եմ Տիրոջ հետ հանդիպել։ Այս ժամանակ եմ զգացել միայն կենտանի հարություն դե զորությունը, օրդությունը միշտ եղել է։ Թշնամու նպատակն է, ինչպես պատերազմական ժամանակ, պատերազմը, թե Ղարաբաղյան է, թե հայրենական։ Միշտ սովորաբար գիտեք ինչ են արել, ղեկավարություն ասել են, անենց արեք, որ կապը կտրեք, սվյազ են ասում ժամանակ, հուսային, կապը կտրեք կենտրոնի հետ։ Կենտրոնի միջոցով ստանում է առաջնորդություն աչք գնա, թե ձախ գնա, թե որտեղ գնա։ Կապը խզվելու պատճառով Ղարաբաղում ինքա շրջապատման մեջ են որ ասում սաղ սարքեցին։ Կապի միջոցով ստանում են առաջնորդություն, կապի միջոցով ստանում են զինուշ, կապի միջոցով ստանում են զինամթեր, կապի միջոցով ստանում են սնդամթեր։ Կապը խզվեց, խոչապ են մատնվում։ Այն հավատացյալի կյանքում, որ առաջ եղել է կապ Աստծո հետ կենտանի, միշտ զգացել է ներկայությունը, քաղցրությունը վայելել, բայց հիմա այդպես չի։ Ու համակերպում են։ Մտածում են այդպես էլ պետք է գնա։ Աշխարհում պարզավոր, նորից եմ ասում, որ ասում են յոլա պետք է գնամ, յոլա գնալը լավ է, նյութական կյանքում, բայց հոգևոր կյանքում չհամաձայնվեք չէ, հոժարվեք յոլա գնալու կյանքում, դա ճիշտ չի։ Դա իրոք որ յարդում չի բերի ձեր կյանքում, եղբայրներ քույրեր։ Ես ինչի մարես ուզում եմ դեպքեր բանաներ։ Երբ որ ես Տիրոջն եմ փապակել զգացել կենտանի հարության մեջ զորությունը, ձերքերից սիչելը միջև ոտքերից ծայրը չեմ զգացել երկրի վրա է։ Եղբայրներ քույրեր, խոսքի ժամանակ երբ որ զորությունը գալիս է շատ բաներ բացահայտվում են։ Կատարում են մեղքի հանդիմանություն, չկա զորություն ինչ ամբարում, երբ որ առաջ օրը մաքրվում են, երկրորդ օրը մաքրվում են, երրորդ գնալով եկել մաքրությունից հետո եկել բերել է Սուրբ Հոգին, բերել է զրկման։ Ինչքան հոգիներ եղել է, հին մեղքերը ծածկել են, մեղքը կրծել իրանց, անդադ կրծել է, նեղություն է տվել, չեն կարողացել խոստովանվել, բայց Սուրբ Հոգին քանդում է կապանքները։ Առանց զորության արդյունք չի լինի։ Համաձայնեք թե չհամաձայնեք, առանց զորության վիճակները չեն փոխվում։ Նայեք տեսեք, Չարբախում ժամանակ ասենք, որ կա խմբում Չարբախում, Ուրիգեստան են քաղաքում։ Մի հատ երիտասարդ աղջիկ, երկի Չարբախի կողմից էր գալիս, ոչ ամուսնացած 3 ամս խելոք գալիս էր նստում եւ գնում էր, բայց ինչ իմանան, որ դիվահար է, բայց չէր երևում։ Հիշում եմ, որ փոքր կտակարան էր ժամանակ Աստվածաշունչ չկար եկան։ Կարդալու ժամանակ Աստված կտակարանը ես զգացի եկնային զորություն իջավ։ Ես ձերքից ոնց որ հազարավոր հոսանք դուրս գար։ Ես աղջիկը խելոք աղջիկ ընկա պոլի վրա, պատերազմում էր ձայներ, ուժեղ ձայներ։ Պարզվեց, որ դեղով բռնված էր։ Ազատագրված էր աղոթներով։ Ծովով աղոթում չէր։ Որովհետև նորից եմ ասում, հոգի սուրբ, որ իջնում են մաքրությունը կատարում, եկեք անկեղծանանք, շատ կապանքներ քանդվում են, շատ վիճակներ բացվում են, շատ մեղքերի հայտ է գալիս, շատերը հանդիմանություն է ստանում, անհաշտերը հաշտվում են իրար հետ, խաղաղություն է գալիս, այն խաղաղությունը, որ աշխարհը չի կարողա, չի էլ կարողա խաղաղություն, բայց Քրիստոսից գալիս է խաղաղություն, փոխվում է կյանքը։ Եղբայրներ քույրեր, հիշում եմ դեպքեր եղբայրներ ասել են, երբ որ եղել է եղբայրների մեջ դժվարություն շատ տարին առաջ վիճաբանությունները ասել են արեք եղբայրներ աղոթենք, այսպես շարունակել չի կան, աղոթքի ժամանակ ասում են եկեք զորությունը որ իջավ, եկեք տեսեք իրար ոնց են դարձով խատատվում իրար հաշտվում են, ով արեց դա, մարդկային խոսքը չօգնեց, հորդորները չօգնեց այդ բանին, բայց որ տեղ տվեցին Սուրբ Հոգուն, ինչ կատարվեցավ, եղբայրներ քույրեր, կատարվեցավ իրոք գրված է Ստեփանոսի մոտ հավատքով զորության լեցված մարդեր, իմաստության զորության լեցված։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգին տալիս է մեզ համարձակություն, Սուրբ Հոգին տալիս է մեզ զորություն, իմաստություն, ամեն մի բանի մեջ ինքը տեղ է տալիս։ Երբ որ մենք տեղ ենք տալիս, ինչի համար իմոտոն գրված է սեղանի կրակը, ինչ է մի օր հիշում, պետք է չմարվի։ Սեղանի կրակը, ճանապարհ կրակը վարվի։ Այո, ովքեր որ իմաստուն հույսերը Սուրբ Հոգով լեցված են, դրանք կործեցին, դրանք էլ են սպասում։ Հիմա հույսերը միասին սպասում են Տիրոջ երկրորդ գալստյան, այդպես է գրված։ Սպասում են, թե չեն սպասում։ Միասին են, բայց եղբայրներ քույրեր նրանք մնացին դուրս։ Նրանց համար դուռը չբացավ, կիսաբացը չեղավ։ Իմ խնդրվածն է, եղբայրները հորդորեցին, աշոտ եղբայրներ, եղբայրներ քույրեր, հավատ Սուրբ Հոգով պեղտվեք։ Իսկ ձեր մեջ կան օրինակ սովորաբար մկրտված չեն, Սուրբ Հոգով խոստովանվել են, բայց մկրտված չեն, նախանձավոր եղեք։ Իրոք երեսը փնտրեք, փապագեք,
մենք ունեցել ենք նա եղբայր ուջանից եկել էր հատուկ իր համար աղոթքանի Երևանում ծեր եկելու տաններ իր համար հատուկ իր համար են հավաքվել աղոթքանը, որ ինքը մկրտվի։ Կողքից իմանալով քույրերներ, եղբայրները, որոնք մկրտված չեն, եկել են իրանք մկրտվել են եղբայրը, որ հիմա պետք է հատուկ աղոթեն, չեն մկրտվել։ Նստած մեքենա լուրի զի մեքենական նվագ։ Տեր Հիսուս ասում է ո՞նց կլինի, ախր ճիշտ չէ։ Իմ համար հավաքվել են հատուկ աղոթքան են իրանք ձեզ տվեցի ուրիշն տվեցի։ Ռուժի վրա են մկրտվում։ Ասում է երբ մյուս օրը ուշուտ եկել են, որ Աչքալու սակտան եղբայրը, որ ես մկրտվել եմ։ Եկել եմ ասել Շամյան, դե տրամի կամնել է, ես էլ դի կամնել, չէ՞ ոչ շեն։ Ես Սուրբ Հոգով հեծված խոսում եմ, տրամի աշ բաներ են, նստող եմ ասում եմ, այդ ես մարդու կողքը մարդ չկե, դրանց ետի կողքում է խոսում։ Սուրբ Հոգով հեծված եմ։ Եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգով հեծումության ժամանակ երբեք վատ բաներ չի կարող ունենալ մարդու կյանքում։ Եթե միշտ հիշեք, եղբայրներ քույրեր, մարմնավոր բանը չի կարող դրսևորվել։ Սուրբ Հոգու ժողովրդության հեծումության ժամանակ միայն խաղոչ Սև, սրբություն, խաղացություն, ինչ որ կրված է, այս այ գործում, դրա համար պետք է ինչ անել մեկ եղբայրներ քույրեր, հարկավոր է եղբայր Սուրբ Հոգու զորությանը, ես որ շատ կարևոր, դրա համար ասում ենք, ես գանձը որ համարել մեջ ունենք, որպեսզի զորության առավելությունը մարդուր չլինի, ապա Աստծո զորությունով լինի, եղբայրներ քույրեր, Աստծո զորությունը որ կարես է լրիվ փոխում է, հնարավոր է դու պատկասը մի տարի մի բան դեռ չարճարվել ես, արդյուն չի եղել Բայց ասպատային միած զորության այցելության եղբայր հրաշք է ունեն, զորություն իշնում եղբայրներ քույրեր, ամեն բան հարթում և մի բան էլ ասեմ, Եզեկիել մարգարեն գրում է, Տերը բացեց ասեց Եզեկիա, գետը տենում ես լավ է, չափի մտիր գետը, մի գետը մտա գետը, որտեղ ես թաթերը ջրի մեջ մտամ, ասեց մի բավարարում, եթե ընդամենը թաթերը ջրի մեջ են, աճ կարող ես գնալ, ձախ գնաս, առաջ գնաս, մարդկային քայլեր կարող ես անել Խորասուզվի, քիչ-քիչ, մի անգամից չի եղել դա, գնա միջև ծնգին, հսել բավարար չի, էլի չապիր մտիր, միջև գոտկատեղը, գոտկատեղ ժամանակ էլ կարաս աչ գնաս, զավ գնաս, մարդկային բաներ կարող ես անել, բայց ասես խորասուզվի, գետը հունը կտանի, որտեղ պետք է, և այդպես է լավ, ինչ է մարդեր Հիսուս կանգնած տաճարը մաղագում էր, ով որ ինչ անի, ով որ ծառավ է թողա, Իրանի հավաքրացար քեզ որ ծառավ ես, Տիրոջ քաղցրությանը ճաշակելու Եկեք խանեք ասենց, ով ծառավ է, ծառամարտը ջրի կարիքունի, ծառամարտը փաբագում է Տիրոջը, կենտանի ջրի, եկեք խմեք, ձեր փորից չի ասում հարվավներ բխի, գետեր բխի, և գետերը խաղության գետեր են, և գետերը սիրո գետեր են, և գետերը որդության գետեր են, և գետերը մեզ զորություն կա, ասում է որտեղ էլ ջուրը գրում էր, որովտեղ էլ բժշկություն էր կատանում, տարինի արտության ժամանակ տարին որևէս տեղ է, ես տոն լավ վետ կոմել է, Եվ որ Սուրբ Հոգին թափել է բապտիստական եկեղեցու, եղբայրները մեր մոտ եկել եկան Հայաստան, եղբայրներ, եւ գիտեք ինչ եղավ, ասում 16 օր ինչքան հիշում, ասում Աստծո զորությունը մեր վրա չի գնում, քնա ժամանակ զորության մեջ ենք, պարգա ժամանակ, քայլվար ժամանակ, ամեն, եւ իրանց խոսքը կենտանի գործում է, որովհետեւ կյանքի, որտեղ գետերը բխում են եղբայրները, ես վերջի խոսքն եմ ուզում ասել, մի համակրվեք այս վիճակին, եղբայրեք Սուրբ Հոգին, որ սրբացնի մեզ, լեցնի մեզ Իմ ես նշաններ հրաշներ կատարվի, մեզ հրաշներ, կլինեն պարգևներ, մարգարության պարգևներ, և էր հանելու, եզոները խոսելու, թարգմանությանը, բժշկության պարգևները, մեզ զորություններ պետք է գործել եղբայրներ քույրեր, եղել Հայաստան եկեղեցում։ Ալիք է գալիս էր, մանոմետրից պաշտամունքը բարձել էր, զորություն իջել է, ժողովուրդը չեն կարող գնալ։ Փարոսում նույնը, Իշխան մանոմետրին գերմանացի մեր եղբայրները գերել, բաներ Սաշա Կանդրատին եկել Գուգո եղբայրը Եվ պաշտամունքը բարձել է, բայց կրատը զորությունը աղոտ ուժեղ դնում է։ Մանկո եղբայր պիտի ետ վերջանա, ասեց ես սկիպը գիտեմ ժամինը սկսվել է, բայց վերջանալը չեն կարող ասել։ Ոնց կարող վերջանալ։ Եվ որ զորությունը բանջել է, որ վերջանա։ Հիսուսով եղբայրներ կորել, ինչ հեղել էր գալիս, մարդիկ գալիս էին, հացազատ խոխում էին, բակրում էին, բժշկում էին։ Սուրեջ վերածում էին։ Այսօր պետք է մասին խորել մտածել ամենստանալ, բոլոր խնդիրները կլուծվեն։ Ես զորությունները կոզել, եկեք ամենեք աղոթեք, եկեք զղջան դեղական